Սահմանադրության եզրափակիչ դրույթների մեջ ամրագրված է, որ մինչև հունիսի 1-ը պետք է անպայման ընդունվի ընտրական նոր օրենսգիրք։ Նման պահանջ է ներկայացնում նաև Վենետիկի հանձնաժողովը, շեշտելով, որ առաջիկա համապետական ընտրություններից առնվազն 1 տարի առաջ մենք պետք է ունենանք ընդունված նոր ընտրական օրենսգիրք։ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ընդգծում է, քննարկումների ժամանակ իրենք ևս հանդես կգան առաջարկներով։ Նախկինում Մարուքյանը դեմ էր արտահայտվում 100% համամասնական ընտրական համակարգին, հիմա քանի որ կա արդեն կայացած փաստ եւ սա ամրագրված է նոր սահմանադրության մեջ, Մարուքյանն ընդգծում է, որ կփորձեն ներկայացնել առաջարկներ, թե համամասնական ընտրական համակարգի որ տարբերակը պետք է գործի։ Մենք մեր քննարկումներում մեզ համար ավելի հոգեհարազատ է եղել ռեյտինգային համամասնականը, որտեղ մարդիկ ցուցակի մեջ ռեյտինգավորում են տեխնացուներին։ Ես չեմ կարծում, որ քաղաքական մեծամասնությունը ընդունելու է այդ տարբերակը։ Ինչու, որովհետև այդտեղ էլ դուրչընթիր կարող է առաջանալ եւ մեր իրողությունները հաշվի առնելով այդ ռեյտինգային լավ գաղափարը կարող է Հայաստանում ուղղակի ծայրահեղ ձևով ուղղակի փչացվել։ Հետեւաբար ամեն մի լավ գաղափար, որը որ արևմուտքում կարող է գործում է կամ Եվրոպայում գործում է, Հայաստանում միանգամից ներդնելը հնարավոր չի լինի։ Ամիսներ առաջ պատգամավորը հանդես էր եկել նախաձեռնության, որ այն դեպքում, երբ կին պատգամավորը վայր է դնում մանդատը, նրա փոխարեն համամասնական ցուցակով պատգամավոր դառնա ոչ թե ցուցակի հաջորդ համարը, այլ ցուցակով հաջորդ կին տեխնացուն։ Այժմ Մարուքյանը նշում է, ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ այս նախաձեռնությունը կրկին կփորձի առաջ քաշել։ Քանի որ ընտրական օրենսգիրքը հիմա քննարկման առարկա է դառնալու, ես ուղղակի հետաձգել եմ նախագծի քննարկումը, այն օրակարգում ընդգրկված է, նորից հանդես գալու կարիք չկա եւ դա թողել եմ ընտրական օրենսգիրքի լույսի ներքո քննարկվի, որ առանձին հիմա այս հին օրենսգիրքը մենք չփոխենք, հետո նորից նորում ասենք դե հիմա էլ ընտեղել ներառեք, այսինքն մենք դա քննարկումների ընթացքում ունենանք։ Եվ դրա հետ կապված տարբեր արձագանքներ են եղել եւ դրական եւ բացասական, այստեղ խոսքը չի գնում ընդհանրապես տեխնիկական մասնակցությանը կանանց, այլ գնում է այն մասով, որ որոշ դեպքերում խտրական վերաբերմունք է ցուցաբերվում եւ կանանց քաղաքական մասնակցությունը, ներգրավվածությունը սահմանափակվում է։ Ուղղակի խտրական վերաբերմունքի արդյունքում։ Այնպես չէ, որ կանայք пассив են, չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, կամ կին լավ քաղաքական գործիչներ չկան։ Ես այդ կարծիքին չեմ։ Ինչ վերաբերում է առհասարակ ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ կողմը որպեսզի արկա որոշ դրույթներ անպայման պահպանվեն։ Գործող ընտրական օրենսգրքում կան մեխանիզմներ, որոնք պետք է պահպանել։ Դրանք վերացնելը կամ ինչ որ կերպ թուլացնելը կբերի նրան, որ մենք ունքը ուղղելու փոխարեն աչքնել կտանք կհանենք։ Խոսքը գնում է ընտրական օրենսդրությամբ սահմանված վստահված անձանց իրավունքներին, որովհետև վստահված անձը այնպիսի իրավունքներով է օժտված տեղամասում, որ եթե նա իր գործին նվիրված եւ գիտակ, մի փոքր սեմինար անցած մարդ լինի, ընտրական իրավունքի հետ կապված նկատի ունեմ, նա շատ լուրջ այդտեղ կարող է իր կուսակցության կամ չգիտեմ իր ներկայացուցչի ում որ ներկայացնում են տեխնացուի շահերը պաշտպանել եւ ձայները պահել հայտարարություններով հանդես գալ, եթե դրա կարիքը կա կամ վերջում հատուկ կարծիք գրել, հետո վերահաշվարկի դիմում տալ, այսինքն վստահված անձանց իրավունքների հետ կապված ես կարծում եմ մեզ մոտ ամեն բան կարգին է։ Այլ բանը, որ մենք չենք կարողացել այդ անձանց ունենալ։ Պատգամավորը հավելում է, որ պետք է վերանայվեն ընտրական ցուցակների հետ կապված դրույթները։ Պետք է, կարծում եմ, վերանայվեն ընտրական ցուցակների հետ կապված մասերը։ Խոսքը գնում է լրացուցիչ ցուցակների մասին, որ տեսեք այս հանրակրվեի ժամանակ շատ լուրջ քննադատության առարկա դարձավ, որ լրացուցիչ ցուցակներով բազմաթիվ մարդիկ եկան քվեարկեցին։ Եվ ինչ որ զարմանալի է, լրացուցիչ ցուցակների մարդիկ մոտավորապես 100%-ով մասնակցեցին ընտրություններին, մինչդեռ այն ցուցակները, որոնք որ կազմված են, այսինքն հիմնական ընտրական ցուցակները, այնտեղ բազմաթիվ մարդիկ ուղղակի չեն մասնակցում, ինչպես գիտեք, այսինքն մասնակցության տոկոսը շատ նաև ցածր էր հանրապետության տարածքով։ Այս առումով ես պետք է ասեմ, որ այն մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս նոր մարդիկ ավելացնել ցուցակներում, տարբեր գյուղերից բերել քաղաքում ընտրել կամ քաղաքից տանել գյուղերում ընտրել, այն մեխանիզմները, որոնք հնարավորություն էին տալիս ինչ որ կարուսելային բաներ կազմակերպել, որոնք հնարավորություն էին տալիս մահացած անձանց, բացակաների փոխարեն քվեարկել, այդ մեխանիզմները պետք է վերանայվեն։ Մարիամ Գրիգորյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։